Ես այսօր սպառազինված եմ եկել։ Ինձ հետ կարևոր զենքեր են բերել, որ օգնելու են ինձ քարոզչական իմ գործի մեջ։ Եվ առաջի զենքը հետևյալն է։ Սա ինչ է? Խոշորացույց է։ Սա խոշորացույց է։ Ինչի համար է խոշորացույցը? Որ փոքր բաները ինչ անի? Մեծացրեց իմ աշկը, որ մեծացնի, ինչի համար մեծացնի, ոչ թե որ տեսնենք, այլ լավ տեսնենք։ Մյուս բանը, որ իմ ձեռքում է, հեռադիտակն է։ Ինչու համար է հեռադիտակը։ Ինչ հետաքրքիր, աստեղից երբեք ես ձեզ չէի նայել։ Հələ պարքևի գրպան ուզում եմ նայեմ, տեսնեմ ինչ կա չի երևում։ Իր սրտինն էլ, Լիաննան սրտի մեջ, լավ, շատ չնայենք։ Սա էլ հեռադիտակ է, հեռադիտակն ինչի համար է, որպեսզի հեռուն մոտեցնի և ցույց տա մեզ, որպեսզի տեսնենք այն ինչ որ մեր աչքից վրիպում է, որպեսզի ավելի տեսանելի դառնա մեզ համար, հեռուն ավելի մոտիկ դառնա և իրական դառնա։ Եվ այսօրվա պատգամը կոչվում է այսպես. Սատանայի մանրադիտակը և Աստծո նորից սատանայի մանրադիտակը և Աստծո հեռադիտակը կամ է սատանայի խոշորացույցը և Աստծո հեռադիտակը։ Պատկերացրեք մի օր արթնացել եք քնից և բացում եք ձեր աչքերը, որ վայելեք արևի լույսը, տեսնեք ձեր շուրջը ինչ է կատարվում, բայց այդ պահին ձեր աչքի մեջ ինչ որ մի փոշեհատիկ է ընկնում։ Դուք գուցե կարող է անգամ թարթիչից մի մաս պոկվել ընկնել, երբևէ ձեզ հետ նման բան եղել է, թե չէ։ Ինչ զգացողություն է եղել։ Ձեր աչքը բորբոքվել է, դուք չեք կարողացել տեսնել դիմացինը, պատկերացրեք այդ ժամանակ մեկը գասի, հələ նայի ինչ սիրուն նկար, հələ նայի, դու քո միտքը չի ինչ որ նկար նայի, ինչ որ բանով դու հիանաս, որովհետև աչքիդ մեջ մի փոքրիկ փոշեհատիկ է ընկել, որը խանգարում է քեզ տեսնել դիմացինին, վայելել գեղեցկությունը, արցունքներ է գնում, ցավ է պատել, իրականում մի փոքրիկ փոշեհատիկ է, եթե դա կշռենք, եթե պատկերացեք մարդը 100 կիլոգրամ է, մի փոշեհատիկը ինչքան կկշռի, միլիգրամներ, տես կշեռքել, ես չգիտեմ, որ կարողանա իրեն կշռել, բայց մի հսկա մարդուն կարող է տապալել, մեր տրամադրությունը կարող է փչացնել, և անդադ գնում ենք հայլու մոտ և փչում ենք մեր աչքի մեջ, և խնդրում ենք, որ ուրիշները գան փչեն, որ հանեն այդ բանը, որովհետև դա մեզ խանգարում է։ Հիշում եք Հիսուսն ասաց, նախքան դիմացինի աչքի մեջի շուղը հանելը, ինչ արա, աչքիդ մեջի գերանը հանիր։ Երբեմն բաներ կա, որ շուղա, բայց գերանի պես է կամ գերանա, որ շուղի նման է մեր աչքի մեջ։ Մենք այսօր կնայենք մանրամասն։ Իսկ երբևէ եղել է, որ գեղեցիկ հագեք կապնվեք, իհարկե եղել է, որ գեղեցիկ հագեք, հագած կապնված տեղ գնաք, բայց հանկարծ գեղեցիկ, հագնված, կապված, գնում եք հարսանիքին, նոր հագուստ եք հագել, գեղեցիկ, որ ցուցադրեք ձեզ լավ եք զգում, մեկ էլ ուտելու ժամանակ մի հատ պուճուր յուղ կաթում է ձեր վերնաշապիկի վրա։ Իհարկե ոմանք կան, այստեղ էլ կան, որ հեչ իրանց վեճը չի։ Մարդիկ էլ կան, որ այդ մի փոքր լաքայի պատճառով իրանց խաղությունն են կորցնում։ Կինն ասում է, հա դե լավ ոչինչ, չէ։ Ինքը ուտում է, բայց աշկը տեղա։ Այդ լաքան իրան ինչ է թվում, մի հատ մեծ բան է թվում։ Մարդիկ կնայեն, մարդիկ ինչ կմտածեն, աղա սկսում ցանել, բիբարացանում, չգիտեմ ինչ որ բաներ անում, իրան անհարմար է զգում, այդ լաքան անընդհատ իրան խանգարում է, որովհետև այդ լաքան իրական ոչ թե վերնաշապիկի վրա է, իր ուղեղի մեջ է արդեն այդ լաքան։ Առաջինը, որ գայս ատուն հանում է, գցում է լվացքի մեջ, տեսնի, որ կանցնի, թե չի անցնի, կանցնի, բայց քո տրամադրությունը արդեն փչացավ, լարվեցիր, անհանգստացար, հուզվեցիր, երկոցի մեջ, Սողոմոնը իր սիրուհու համար երգ է գրում, սիրուհու համար այսինքն ոչ թե որ կին ուներ մի հատ սիրուհի, չնայած Սողոմոն շատ կանայք ուներ, բայց որ մեկի համար էր գրում, ամեն դեպքում իր սրտի սիրելիի համար երգ էր գրում,
ասում եմ մտնենք իմ այգին, չգիտեմ, սենց հիանան, գրկենք իրար եւ այլն։ Հետո ինչ է ասում ինքը Երգերքոց 2-րդ գլխի 15-րդ խոսքում ասում է բռնեք մեզ համար աղվեսներին, այգիներն ավերող փոքրիկ աղվեսներին, որովհետև մեր այգիները ծաղկել են։ Երբ որ այգին ծաղկում է, փոքրիկ աղվեսները, փոքրիկ մկները գալիս են եւ ինչ են անում, ապականում են մեծ գործը կարող են ապականել։ Եվ մեր կյանքի մեջ էլ կարող են այդ փոքրիկ աղվեսները, փոքրիկ կրծողները, մի փոքր ճանճ, որ կարող են գնել քո ճաշի մեջ, ամեն ինչ ապականել, ամեն ինչ փչացնել։ Եվ առավել եւս սատանան մասնագետ է, իր գործիքներից մեկը որն է, զենքերից մեկը խոշորացույց։ Նա տալիս է քո ձեռք այդ խոշորացույցը եւ դու սկսում ես զննել, ուսումնասիրել եւ դա գնալով քո աչքին մեծանում ու մեծանում է։ Չգիտեմ երբևէ մանրադիտակից օգտված կաք թե չէ։ Մանրեներ տեսած կաք թե չէ։ Մենք հիմա նայում ենք մեր ձեռքերի մեջ ոչինչ չենք տեսնում, բայց եթե մանրադիտակով նայենք կտեսնենք որոշ մանրեներ։ Եթե ինչ-որ միկրոբներ կլինեն կամ միկրոօրգանիզմներ կլինեն, որ մեծացնում, ես մեկը մի հատ հրեշ բերանը բացել է, ատամները սրած քեզ է նայում, եւ դու հետ ես քաշվում, եւ հետո զարմանում ես ու ծիծաղում ես, ասում ես ուրա, բայց ուրա ինքը չկա, բայց մանրադիտակի տակ ինքը հսկա մի հրեշ է, որ ուզում է քեզ կուլ տալ։ Այդպես էլ մեր կյանքի մեջ է լինում։ Այսօրվա պատգամը մեր նախորդ պատգամների շարունակությունն է, գուցե ավարտը լինի, որ ինչ բաց դռներ կան, մեր մտքի մեջ ինչեր է կատարվում եւ որն է աստվածային լուծումը մեր կյանքի մեջ։ Սատանայի ռազմավարությունը հետեւյալն է, քույրեր եղբայրներ, որպեսզի մեր շեղի, մեր ուշադրությունը գողանա եւ նաեւ չափազանցնի, մեծացնի, որոշ բաներ մեր աչքին մեծացնի եւ փչացնի մեր հավատքը եւ մեր տրամադրությունը։ Հենց նրա գործն էլ դա է, մեծացնելը, ստելը, չէ՞։ Հիսուսն ասաց, որ նա սուտ է խոսում եւ հերիք չի նաեւ ստության հայրն է։ Պատկերացնում եք, Հիսուսի մասին Աստվածաշունչն ասում է, որ նա խաղաղության իշխանն է եւ հավիտենության հայրն է, սատանան էլ ստի հայրն է։ Ինչ որ նա խոսում է, սուտ է ասում։ Չափազանցությունն էլ սուտ է, չէ՞։ Կիսատ ճշմարտությունն էլ ամբողջական չի, սուտ է։ Երկրորդ Կորինթացիներին 11-րդ գլուխ 3-րդ խոսքը եկեք բացենք, այսօր ես հետարքիր մի թարգմանությունից կօգտվեմ, որ ավելի շատ իմաստային թարգմանություն է։ Երկրորդ Կորինթացիներին 11-րդ գլխի 3-րդ խոսքում իմ թարգմանության մեջ հետևյալն է գրված։ Պողոս առաքյալը Կորինթացիների համար է ասում. բայց վախենում եմ։ Այն Պողոս առաքյալը, որ մարդկանց քաջալերում էր, հանկարծ խոստովանում է, որ վախենում են։ Հնարավոր է, որ մենք էլ վախեր ունենանք մեր կյանքում, հնարավոր է, բայց սա ավելի շատ մտավախություն էր, սա ավելի շատ անհանգստություն էր եկեղեցու համար։ Վախենում են, որ ինչպես օձը իր խորամանկությամբ Եվային խաբեց, այդպես արեց օձը խորամանկությամբ, չէ՞։ Իմ մոտ գրված է վախենում եմ, որ ձեր միտքը ապականվի եւ հեռանաք Քրիստոսի հանդեպ ամբողջական եւ մաքուր նվիրումից, ճիշտ այնպես ինչպես Եվան խաբվեց օձի խորամանկ ստերից։ Հետո շարունակությունն ասում է. վախենում եմ, նորից իր վախն է կիսում, վախենում եմ, որ նույնքան հեշտությամբ, տեսեք, օձը հեշտությամբ խաբեց, չէ՞ Եվային, ինչպես խորամանկությամբ ապականեց նրա միտքը, գողացավ նրա ուշադրությունը, շեղեց նրա ուշադրությունը եւ ասում է ես էլ ձեզ համար եմ վախենում, որ նույն հեշտությամբ ընդունեք որևէ մեկին, եթե նա գա ու ձեզ քարոզի, մեր քարոզածից տարբեր մի փրկչի։ Այստեղ գրված է շարունակության մեջ եթե նայենք, ուրիշ փրկչի մասին կամ ուրիշ Քրիստոսի մասին, ուրիշ Քրիստոսի մասին քարոզից ես, ձեր ստացած հոգուց տարբեր մի հոգի կամ ձեր ընդունած ավետարանից տարբեր ավետարան ընդունեք, ուրիշ Քրիստոս, ուրիշ հոգի և ուրիշ ավետարան, և այդպիսին է սատանա, նա կեղծիքի հայրն է, նա ամեն օրիգինալի կեղծ ունի,
Եթե կա ճշմարիտ Քրիստոս, կա կեղծ Քրիստոս, որը հակա Քրիստոսն է։ Եթե կա ճշմարիտ ավետարան, կա կեղծ ավետարան, որը հարմարավետության ավետարանն է, հա, եւ դրան կարող են ասել բարգավաճման, չգիտեմ ինչերի ավետարան։ Եվ եթե կա ճշմարիտ Սուրբ Հոգի, կա նաեւ կեղծ Սուրբ Հոգի, որ փորձում է կեղծել, եւ սատանան կեղծիքի վարպետ է եւ կեղծիքի հեղինակն է։ Ուրեմն Պողոս առաքյալը իր վախերից էր կիսում, որ սատանան կարող է գա եւ կեղծի իրականությունը։ Նրա գործն է ուրեմն մեծացնել փոքր բաները եւ մեզ ահաբեկել եւ մեզ վախեցնել։ Օրինակ, ինչ որ մեկի խոսքը քո հանդեպ։ Հիմա այս պարագայում ոչ թե խոշորացույցով ես լսում, այլ մի հատ էլ բժշկական ապարատ կար, չէ՞, ինչ են ասում դրան, որ դնում ես ականջներից եւ մեկն էլ խոսում է եւ ականջներդ պայթում է դրանից։ Կալենդասկոպ, ֆալենդասկոպ են ասում դրան։ Կամ էլ իր ականջակալներն է դնում քո ականջի, բայց լսեցիր ինչ ասեց, չէ, բայց լսեցիր ինչ ասեց, չէ, հələ մի հատ ականջ դիր ինչ ասեց եւ նա սկսում է մեծացնել այդ խոսքը, բայց իրականում բան էլ չասեց այդ մարդը, հա, փաստորեն բան էլ չասեց, այսինքն քեզ բանի տեղ էլ չդրեց, մի հատ քո կողքով անցավ ու չբարևեց, եւ դա փչացած դիսկի նման պտտվում է ուղեղիդ մեջ, պտտվում է ուղեղի մեջ, ժողովուրդ հանեք այդ դիսկը գցեք, վաղուց ժամանակն է արդեն, որ իր ձայնասկավառակը ձեր մեջ չհնչի եւ Աստծո խոսքը հնչի։ Կամ երբ որ նա չափազանցնում է ուրիշների կարծիքը մեր մասին, վայ, բա հիմա մարդիկ իմ մասին ինչ կմտածեն։ Չէ, եղել է առաջին անգամ եկել ես եկեղեցի, բեմից ասում են եկեք մեր ձեռքերը բարձրացնենք դեպի Տերը, դու էլ ինչու համար, որովհետև ամոթ է։ Կամ էլ գալիս ես եկեղեցի, ինչ կմտածեն հիմա իմ մասին, որ ես սենց եկել եմ եկեղեցի, սաղ եկեղեցու ուշադրությունը իմ վրա է։ Ես որպես հովիվ լսել եմ տենց արտահայտություններ։ Սաղի ուշադրություն, ասում եմ, չէ, կներես, շատ մեծ կարծիք ունես քո մասին, պարապենք, որ սաղի ուշադրությունը քո վրա լինի։ Ոնց ուրեմն իմ վրա ուշադրություն չեք դարձնում։ Բոլորի խոսակցության նյութը ես եմ։ Էլի մի խոշորացույց։ Կներես, բան ու գործ չունենք, պիտի նստենք քեզանից խոսանք։ Սատանայի խոշորացույց։ Ինչ որ մի խոսք, որ մեծացնում է, ինչ որ մի պատկեր, որ խոշորացնում է քո աչքերի առաջ, նկարագրում է եւ քեզ ահաբեկում է։ Ինչ որ մի անգամ վիրավորական խոսք։ Գիտես ինչ ասեց ինձ։ Ինչ ասեց։ Ինձ ասեց, ինձ անպատվեց, ինձ չգիտեմ ինչ ասեց, հիմա դիմացինն էլ կարող է մանրացնել, ասել, հա դե հիմա ասելա, չէ, ասելա։ Մենք սիրում ենք չափազանցնել, ճոխացնել, գեղարվեստական ժանրի վերածել, հատորյակների նման շարել մեր պահարանում, մի ժամանակ Լենինի հատորներն էին, հետո Ռաֆու հատորներն էին, հիմա մեր հատորյակներն են։ Մեր կյանքի պատմություններն են, որ բոլորին սիրում ենք ներկայացնել, պատմել, ճոխացնել, չափազանցնել, իմ նման դժբախտը չկա, իմ նման անհաջողակը չկա, աշխարհի ամենադժբախտն եմ ես։ Հաստատ, սուտ ես ասում, քեզանից դժբախտներ էլ կան, իրականում ուրիշների համեմատ դու շատ էլ երջանիկ ես։ Ինչ է անում սատանան, նա շեղում է մեր ուշադրությունը, ինչպես է շեղում մեր ուշադրությունը, նա շեղում է մեր ուշադրությունը Աստծո խոսքից առաջին հերթին, եւ նույնը արեց նաեւ Եդեմական պարտեզում, որ իրավ Աստված ասած նման բան, բայց ուրիշ ձևով ներկայացրեց Աստծո խոսքը, կասկած գցեց նրա մեջ Աստծո խոսքի հանդեպ, հա էլի, բայց կարող է տենց չի ասել Աստված, կարող է այդ նկատի չունի Աստված։ Ինձ մեկը կար, որ ապացուցում էր ամեն ձևով, որ շնության մեղքը դա միայն ամուսնացածների համար է, քանի ամուսնացած չես, ինչ ուզում ես արա։ Դա անհավատարմություն է, եթե այո, ամուսնանաս անես, բայց եւ ինքը 40 տարեկան չէր էր ամուսնանում։ Որովհետեւ իրեն խաբել էր սատանան, որ Աստծո խոսքը այդքան էլ այդ իմաստով չի ասել քեզ։ Մեկնաբանում է, չէ՞, ինչ ուժեղ կոմենտատոր է սատանան Աստծո խոսքի։ Ամեն տարբերակի համար ամեն կոմենտարիա ունի, որ արդարացնի քեզ, քո վարկը, քո մեղքը։ Մեզ
շեղում է Աստծո խոսքից, մեզ շեղում է մտերիմ հարաբերություններից։ Ասում է, չէ, մեկտեղ հավաքվելը մի թողեք։ Ասում է, չէ, Հիսուսը, որտեղ 2 եւ 3-ը հավաքվեն իմ անունով, ես նրանց մեջ եմ։ Դրա համար նա ուզում է ամեն ձև շեղի մեր հաղորդակցությունը, հարաբերությունը, եղբայրությունը, մեր մտերիմ կապը թուլացնի, որ մենք ուրիշ բաների վրա կենտրոնանանք, որ մեզ կարողանա թուլացնի, ջարդի։ Մեզ շեղում է աղոթքի կյանքից, նկատել եք, եկեք անկեղծ լինենք այսօր, հեչ եղելա, որ որոշես, վերջ, մտնում եմ աղոթքի մեջ, ամեն բանից հրաժարվում եմ, կենտրոնանում եմ աղոթքի վրա, դուռը փակում ես, մտնում ես, մեկ է մի հատ ծնկ, դե լավ, հələ տեսնեմ, էսի կարևոր զանգ է, Տեր Աստված, մի հատ պատասխանեմ, հետ կգամ եւ գնաց։ Մյուսը Instagram-ից մի հատ ծնկ, հələ տեսնեմ էսով այն սրտիկ դրել եւ տարավ քո միտքը։ Կամ գուցե հեռախոսդ անջատես, ոնց որ հիմա գրված էկրանին, մենք էլ պիտի անենք, բայց մտնում ես էլի սենյակ, դուռը փակում ես, մոռանում ես մտքի դուռը փակել, մեկ էլ աղոթքի ժամանակ միտք ա գալի, գազը միացած թողեցիր, ջուրը բաց թողեցիր, երեխեն մնաց մանկապարտեզում, չգիտեմ, 1000 ու մի մտքեր, եղել է այդպես ձեզ թե մենակ ինձ հետ ա լինում տենց բան, լինում ա, որ նա շեղում է մեր ուշադրությունը, բայց եղել է հեչ, որ գնաք ուզենաք մեղք գործեք եւ սատանան գա ու շեղի ձեր ուշադրությունը, չթողի որ այդ մեղքը գործեք։ Ընդհակառակը կողքին են ասում, սուս մնացեք, չզանգեք, մի խանգարեք, այս մարդը կարևոր գործի վրա է, մի շեղեք իրան։ Հա իր հմտությունները, քույրեր եղբայրներ։ Նա հմուտ է այս գործի մեջ, հմուտ է մարդկանց ուշադրությունը գողանալու հարցում։ Նա գող է եւ գողանում է մեր ուշադրությունը։ Եվ առաջինը նորից անդրադառնանք դրան, մենք տեսնում ենք Եդեմական պարտեզում ծննդոց 3:1-ում, երբ որ նա եկավ Եվայի մոտ ու ինչ արեց։ Տեսեք Եվան, հիմա եկեք պատկերացնենք մի հատ այդ պատկերը։ Եդեմական պարտեզ, իդեալական պայմաններ են ստեղծված մարդու համար։ Ոչ ցուրտ է, ոչ էլ շոկ է։ Չէ՞, անգամ անձրև չէր գալիս, որովհետև երկրի գոլորշուց էր ոռոգվում երկիրը։ Աստված իր ձեռքով էր տնկել այդ ծառերը, մշակել էր, խնամել էր, տվել էր Ադամի պահպանությանը, ամեն տեսակի պտղատու ծառեր կար, ոչ մի արգելք չկար, բացի քանի արգելք էր։ Այսեք պատվիրանները հետո դարձան 10, հետո 100, հետո ամբողջ օրենքի գիրք կարդում ենք ծայրից ծառ արգելքներ են, այս մի արա, այն մի արա, այն արա, այս ձև արա, բայց այդ ժամանակ ընդամենը մեկ արգելք էր եւ մեկ պատվիրան ընդդեմ տասնյակ հազարավոր հնարավորությունների։ Ինչ է կարծում, քանի հատ ծառ կար Եդեմական պարտեզում, 5 հատ ծառ չկար։ Հազարավոր ծառեր։ Սամվել եղբոր հավատք ավելի մեծ, ասում միլիոնավոր ծառեր, չգիտեմ, կարող է։ Բայց հազարավոր ծառեր, ամեն տեսակի, պտղատու, գեղեցիկ, պատկերացրեք այն ժամանակ ճիճու էլ չկար, որ Ադամը խնձորը գծեր մեջ ճիճու լիներ։ Չէին փչանում, չէին ապականվում, հասուն պտուղներով, սրսկած չէր, գմոմ չէր փոխված իրանց գենետիկ բանը, մոդիֆիկացված չէր, քիմիա չկար մեջ, ամեն ինչ օգտակար եւ հանկարծ գալիս է սատանան իր խոշորացույցով եւ շեղում է մարդու ուշադրությունը բոլոր օրհնությունների վրայից ու կենտրոնացնում է մեկ արգելքի վրա։ Հա, արդյոք Աստված, հələ այդ ծառին մի հատ հələ նայի, հələ մի հատ նայիր։ Եվ Եվան սկսեց ուշադրությամբ զննել այդ ծառը, ինչ է գրված, որ նա տեսավ, որ ծառը ինչ է, պտուղը ինչ է, հաճելի է եւ ուտելու համար փափագելի է, այն հայերեն ասած լոզերը գնաց, իր քիմքը, իր ռեցեպտորները համի սկսեցին աշխատել և մարդու մոտ ցանկություն առաջացավ, ուզում եմ, այսինքն ինքը այն, որ հազարավոր տեսականի ուներ, դրա իրան չէր հետաքրքրում, մեկ արգելված պտուղ իրան սկսեց հետաքրքրել, ահա ինչ է անում սատանայի խոշորացույցը կամ մանրադիտակը, քո մեջ հետաքրքրություն է առաջացնում։ Ինչ է բամբասանքը, դա հո ձանձրալի զբաղմունք չի, որ մարդ ասա, այ մարդ հոգնեցինք, ձանձրացանք, չէ ինտրիգ կա, չէ, բա իմացար,
Արիելը ու ամեն մեկը բերում է իր խոշորացույցները։ Հատ մաքրենք, այն մյուսին ավելի մեծ է եւ սկսում ենք ոտքից գլուխ մարդուն չափել։ Մանրադիտակի տակ ուսումնասիրել իր կյանքը, որովհետեւ հետաքրքիր է, ինտրիգ կա դրա մեջ, բայց արդյունքում թույն կա, մեղք կա, որ քեզ վնասում է։ Եվ Եվայի հետ նույնը տեղի ունեցավ։ Ընդամենը մեկ նախադասություն, ինչ է կարծում, օծից ինչքան ժամանակ պահանջվեց Եվային խաբելու համար։ Ժամեր, օրեր, վայրկյաններ, րոպեներ։ Հələ այդ նախադասությունը կարդացեք, ինչքան վայրկյանում կկարդաք։ Իրավ Աստված ասաց, չէ։ Իսկապես Աստված ասաց, որ պարտեզի ոչ մի ծառես չուտեք, հələ հաշվեք, ինչքան անցավ։ Նորից եմ կարդում, դուք հաշվեք։ Իսկապես Աստված ասաց, լավ, մի քիչ դանդաղ կարդամ, որ պարտեզի ոչ մի ծառես չուտեք։ Ինչքան 10 վայրկյան, 10 վայրկյան։ Ոմանց մոտ միլի վայրկյաններ է տևում արդեն։ Ինքը զարգացրել է, գիտեք ինչու, որտե մարդու ուշադրության կենտրոնացումը, գիտեք ինչ են հայտնաբերել այս վերջերս շոկի մեջ էի։ Հայտնաբերել են գիտնականները Microsoft-ի ուսումնասիրության արդյունքում, որ մարդու ուշադրության կենտրոնացումը հավասարվել է ձկան ուշադրության կենտրոնացման։ Գիտեք չէ, ձկան ուշադրության կենտրոնացումը ինչքան է։ 5 վայրկյան, ամենաուշադիր ձկան կենտրոնացումը 5 վայրկյան է։ Նայում է մի կետի, հետո մոռանում է որտեղ է եղել, նորից է պտտվում այդտեղ։ Դրա համար այդ կարճ ռոլիկները ինտերնետի բթացրել են մարդուն։ Այդ մարդ չի կարող երկար բաներ նայել, գիրք կարդալ, ինքը նյարդայնանում է, իրան պետք են կարճ բաներ։ Դրա համար սատանան հաշվել է, որ էս էլ երկար է այս նախադասությունը, ես միլիվայրկյանների մեջ կարող եմ մարդուն հիմարացնեմ, ապուշացնեմ, բթացնեմ իրան եւ շեղեմ ուշադրությունը։ Դրա համար երբ որ մարդը գալիս է, ես տեսել եմ նման իրավիճակներ, ասում եմ, բա ոնց եղավ որ այդ մեղքը դու գործեցիր։ Մարդ ոնց հայտնվեցիր իր գիրկը։ Ասում եմ, ես չհասկացա, ապուշացել էի։ Ու ճիշտ է ասում, բայց դա իրան չի փրկում իր մեղքից, բայց այո սատանան կարող է մարդուն ապուշացնել, հիմարացնել, կախարդել, բթացնել մարդուն, որտեղ մի հատ խոշորացույց է բերում մեր աչքի առաջ, մանր բաները մեծացնում է, ուղեղիցը չի գնում, անընդհատ աչքերիդ առաջ այդ գեղեցիկ պտուղը աշկերդ փակում ես, դա ես տեսնում, աշկերդ բացում ես, դա ես տեսնում, քնում ես, դա ես տեսնում, արթնանում ես, դա ես տեսնում եւ արդյունքում գնում ես ու ճաշակում ես դա։ Եվ հետո ճաշակում ես դրա դառը արդյունքները։ Եվ ողբերգություն եղավ։ Փոխեց Եվայի հայացքը իր ունեցածից չունեցածի վրա։ Նկատում եք մարդիկ էլ են այդպես։ Փոխանակ նայենք ինչ ունենք, նայում ենք ինչ չունենք։ Եվ անդադ խոսում ենք մեր կարիքից, այս չունեմ, այն չունեմ, այն չունեմ, բայց կյանքա մեզ համեմատում ենք ուրիշների հետ։ Դուք գիտեք ինչքան բաներ մենք ունենք, որ շատ-շատերը չունենք, քույրեր, եղբայրներ, մենք փրկություն ունենք, որ շատերը չունեն։ Մենք Աստծո հետ հաշտություն ունենք, աշխարհը խռով է Աստծո հետ, թշնամի Աստծո հետ։ Մենք ունենք մեղքերի թողություն, հետո ինչ որ լավ մեքենա չունենք, մեղքերի թողություն ունեմ։ Փողով կարող եմ լավ մեքենա առնել, մեղքերի թողություն չեմ առնի։ Ինչքան մարդիկ կան լավ մեքենայի ղեկին, վատ տեղում հայտնվեցին։ Բայց Աստված մեզ ողորմացել է։ Դրա համար թույլ մի տուր, որ սատանան խոշորացույցով գասի, հələ նայի ինչ չունես, հələ տես որ չունես, հələ նայի որ չունես։ Մի անգամից դեն նետիր եւ սկսիր հաշվել քո օրհնությունները։ Այդ չունեմ, փոխարենը ես ունեմ, փոխարենը ընտիր կին ունեմ, հրաշալի զավակներ ունեմ, թվարկեք դուք ինչ ունեք, լավ միջավայր ունեմ, ընկերներ ունեմ, եկեղեցի ունեմ, խաղաղություն ունեմ սրտիս մեջ, Տեր ունեմ, որ ինձ սիրում է հոգատար է իմ հանդեպ, Սուրբ Հոգին է, որ իմ մեջ է բնակված, Աստծո խոսքն ունեմ, ինչքան բաներ ունենք, որ մոռանում ենք այդ մասին։ Երկրորդը, որ գողացավ մարդու ուշադրությունը, հետո տեսնում ենք ինչ եղավ իր հետ, Պետրոսն էր։ Հիմա կարծում եմ Պետրոսը կասի տնաշները ուրիշ հերոս չունեք դուք, Եվա Պետրոս։ Մի հատ սխալ արեցի, անդադ խոսում եք այդ մասին, բայց այդ մասին չի։ Մատթեոս ավետարան 14-րդ գլուխ 29-րդ խոսքում հիշում եք, փոթորիկի մեջտեղում
մեկ էլ տեսան Հիսուսը ալիքների վրայով գալիս է։ Եվ Պետրոսը դե չի կարա չտարբերվի, չէ՞։ Պետք է ուրիշներից տարբերվի եւ ինչ ասաց. Տեր, եթե դու ես, հրամայիր, որ գամ քեզ մոտ։ Տերն էլ ինչ ասաց. Եկ, հարի։ Պետրոսը իջավ նավակից, հետո ինձ մոտ գրված է Մատթեոս ավետարան 14:29-ում եւ Հիսուսն ասաց. արի, Պետրոսը նավակից իջավ, ջրերի վրայով քայլելով սկսեց գնալ Հիսուսի մոտ։ Այ քեզ հերոսություն, պատկասվեք Պետրոսի վստահությունը, ինչ լավ էր, տղեր, հաջող ձեզ։ Ես գնացի մենք Հիսուսի ջրերի վրայով քայլում ենք, ես կլինեմ առաջին մարդը բովանդակ աշխարհում Գինեսի գրքում, որ քայլեց ջրերի վրայով։ Հիմա 30 խոսքը տեսնենք ինչ է գրված։ Ասում է, բայց ախես բայցերը մեր կյանքի մեջ։ Բայց սաստիկ քամին ինչ անելով մարդիկա քամին լսում են, Պետրոսը քամին տեսավ։ Ոնց տեսավ քամին չհասկացա։ Ալիքների վրա հետ քեր թողնում։ Սաստիկ քամին տեսնելով խոշորացույցը եկավ։ Երիկ չի քամի էր, այլ ինչ քամի էր։ Ու սաստիկա քամին Պետրոս։ Սաստիկ քամին տեսնելով վախեցավ։ Երբ որ մենք փոքր բաները խոշորացուցով տեսնում ենք, վախենում ենք։ Եվ սկսեց ինչ անել, սուզվել։ Ահա ինչ անում սատանայի խոշորացույցը մեր կյանքի մեջ, նա վախեցնում է մեզ, ահաբեկում է մեզ։ Էդ ուր ես գնում։ Էդ ուր ես տենց հավատքով վեր ես կացե գնում ես, գործից դուրս եկար, նավակիցը դուրս եկար, էդ ում հույսով ես գնում դու։ Եվ սկսում է ականջ դնել, սկսում է աչք դնել, նա գողանում է, չէ՞, մեր աչքերը, մեր ականջները, մեր աչքերը, մեր ուշադրությունը, եւ երբ որ քանի դեռ Պետրոսը նայում էր Հիսուսին, քայլում էր ջրերի վրայով։ Երբ նայեց քամուն, սկսեց խեղդվել։ Մեր կյանքում էլ այդպես է։ Քանի նայում ենք Հիսուսին, մեր հավատքի զորագլուխին եւ կատարողին, մեր ասպարեզը մինչեւ վերջ կվազենք։ Բայց հենց սկսում ենք շեղվել, որ ինչ որ մեկը տրիբունայից մեզ հայոյեց, կամ ծափ տվեց եւ դա մեր դուրը եկավ, մենք կսուզվենք, մենք խորտակվենք։ Եվ սատանան կարող է գալ խոշորացուցով, հələ մի հատ ուսումնասիրի, հələ տես ախր, որտեղ է գրված, որ մարդը ջրի վրայով պիտի քայլի, Նյուտոնի քանի օրենք խախտեցիր դու հիմա, հետ գնա քո նավակը։ Բայց խոշորացույց կա, որ պետքա կոտրվի մեր կյանքի մեջ։ Շեղեց նրա հայացքը Հիսուսից։ Երրորդ անձնավորությունը, որ տեսնում ենք, չենք կարդա, բայց առաջ Թագավորաց 19-րդ գլխում է գրված մի սուպեր մարգարե։ Կա այստեղ մեկը, որ երկնքից կրակ իջացրած լիներ։ Եղիան։ Երրորդ Թագավորաց, չէ՞, 19, երրորդը։ Թագավորաց 19-րդ գլխի մեջ Եղիան երկնքից կրակ իջեցրեց։ Եղիան քանի 400 մարգարե 400 սուտ մարգարե կոտորեց, իրա թուրը աջ ու ձախ կտրում էր, թագավորը վախենում էր նրանից, բոլորն էին վախենում Եղիայից, և մեկ էլ մի օր, Եղիան միացնում է հեռուստացույցը ու իր նկարն է տեսնում, որոնվում է Եղիա մարգարեն, և իր նկար ճաղած, կոլոտ մարդ, որտեղ որ իրան տեսնեք, ասեք թագուհին իրան ման է գալիս, ասում է որտեղ տեսնեմ գլուխը թռցնելու է։ Ինչ տեղ ունեցավ Եղիայի հետ, այդ քաջ Եղիան, սատանան բերեց իր խոշորացույցը, թագուհին քեզ է ման գալիս, թագուհին խոստացել է գլուխդ կտրի եւ ընկավ դեպրեսիայի մեջ։ Եվ այն աստիճան ընկավ վիճակից, որ գնաց փախավ անապատ և գրված է սրտանց ուզեց, որ մեռնի։ Եթե դա կարող է Եղիայի հետ կատարվել, Հակոբոսն ասում է Եղիան մեր նման կրքի ենթակա մարդ էր։ Եթե դա կարող է Եղիայի հետ կատարվել, միթե մեր հետ չի կարող կատարվել։ Որ քո քաջագործություններից հետո, քո կյանքի հաղթանակներից հետո հանկարծ մի փոքր խոսք, մի բացասական մեկնաբանություն քո հասցեին, մի բացասական վերաբերմունք քո հանդեպ եւ դա քեզ տապալում ու ջարդուխորթյամ, ոչ ոք ինձ չի գնահատում, եկեղեցում ինձ չեն սիրում, ես մենակ եմ իմ տեսակի մեջ, բոլորը կեղծավոր են, մենակ անկեղծ տղեն էս տղենա,
խոշորացույց։ Այդ խոշորացույցով իրան էր տեսել։ Բայց գիտեք Աստված ինչ ասաց, եղիա ակնոցը փոխի, էլի խառնեցիր ակնոցները, քո նման, ոչ թե ուղակի, այլ քո նման, գիտես ինչքան տղեկ ունեմ ես։ Ինչքան դեր 7 հոգի չէ երևի, կարը պայթի 7 հոգի, 7000, հետ էլ մեծ կարծիք չունենաս քո մասին։ Ուրեմն թույլ մի տվեք, որ սատանան այս խոշորացույցով նաև ձեզ ցույց տա, որ դու այն տղեն էիր, որ գնաս իրանց հետ նստես։ Մի անգամ այդպեսի մի անձնավորություն կար, որ գայս երեկեց շատ նվիրված, ուրախ, հետո անհետացավ։ Որոշեցի իրան այցելեմ, մեր եղբայրներս մեկի հետ այցելեցի, ասում քուրս ինչ-որ մեկը քեզ վիրավորելա չէ, ինչ-որ մի բան սրտովը չեղը չէ, ինչի չես գալիս։ Ասում հասկացա, որ ինձ վայել չի տեղ գալը։ Ասում իսկապես, ասում բա ինչպես դա հասկացար։ Ասում եկա տուն, ասի հելեն մի հատ քեզ նայի, հələ այդ մարկանց, այդ պրիմիտիվներին նայի, դու 2 դիպլոմ ունես, այդտեղ ինչ դիպլոմ ունեն դրանք։ Դրա համար ասի ես այդ մարկանց հետ չեմ գա, իմ համար տանը կամ էլ մի հատ պրեստիժ տեղ կգտնեմ, այնտեղ Տիրոջը կպաշտեմ։ Հավատացնում եմ ձեզ, չեմ չափազանցնում, այդպիսի պատասխան եմ լսել ես։ Մարդիկ այդպիսի կարծիք ունեն իրանց մասին։ Եվ ինքը մտածում է իր դիպլոմներով պետքա դրախտ գնա, եւ ընդ դռների մոտ պետքա ցույց տա, դա անցագիր է։ Ես անցա։ Քուրեր եղբայրներ, մեր դիպլոմները, կոչումները մինչև մեր շիրմաքարն են հասնելու։ Այն կողմ չենք տանելու մենք, հավատացեք։ Դրա համար խոշորացուցով ձեզ էլ մի նայեք։ Կմոլորվեք եւ կշփոթվեք։ Պողոս առաքյալը Փիլիպեցիների 4:6 խոսքում հետեւյալն է ասում։ Փիլիպեցիներին 4:6 խոսք։ Գեղեցիկ մի խոսք է։ Ասում է, թող որևէ բան չմտահոգի ձեզ, այլ ձեր աղոթքների եւ աղաչանքների մեջ գոհունակ սրտով միշտ Աստծուց խնդրեք այն ինչի կարիք որ ունեք եւ այն ժամանակ Աստծո խաղաղությունը երբ որ հոգ շանեք, երբ որ ձեր հոգսերը աղոթքով բերեք Աստծո առաջ եւ երբ որ շնորհակալություն հայտնեք, բանաձևն այսպիսին է։ Խաղաղություն դա ֆոկուս չի, որ մեկը ձեռ դնի ու ասես, ես ոնց խաղաղվեցի։ Դա ժամանակավոր է լինելու։ Բայց իսկական բանաձևը սա է, հոգս մի արա, չի շակում մի մտածիր, բայց մի մտատանջվիր, երկրորդ քո հոգսը աղոթքով բեր Աստծո առաջ, երրորդ շնորհակալությունով բեր Աստծո առաջ, եւ տեսեք ինչ կկատարվի մեզ հետ այդ ժամանակ։ Այն ժամանակ շատ կարեւոր է։ Չեն կարող խախտել կարգը։ Այն ժամանակ Աստծո խաղաղությունը ով է ճաշակել երբևէ Աստծո խաղաղությունը։ Կամ մեկը որ կարող է ասել, այդ ինչ քաղցր բան է Աստծո խաղաղությունը։ Այն ժամանակ Աստծո խաղաղությունը, որ ինչպիսին է, որ մտքով հնարավոր չէ հասկանալ, որ վեր է ամեն մտքից։ Ինչ կանի։ Խաղաղ կպահի ձեր սրտերն ու մտքերը, նայեք, ոչ միայն սիրտդ կսկսի հանգիստ բաբախել, այլև միտքդ կխաղաղվի։ Սրանք իրար հետ կապ ունեն, թե չէ, քույրեր։ Երբեմն այդ կապը իհարկե կտրվում է, եւ մենք անմիտ բաներ ենք անում, բայց սիրտն ու միտքը կապ ունեն։ Նկատել եք, մի բան սկսում ես մտածել, սիրտը սկսում է արագ խփել։ Հանգիստ բաների մասին ես մտածում, սիրտը սկսում է հանգստանալ։ Ձեր սրտերն ու մտքերը Քրիստոսով կպահպանի։ Երբ որ խոշորացույց կա մեր կյանքի մեջ, անհանգստություն կա։ Բայց երբ որ դեն ենք նետում սա եւ նայում ենք այնպես ինչպես կա եւ նայում ենք Աստծո աչքերով, մենք սկսում ենք հանդարտվել, հանգստանալ։ Երբեմն կարող այս խոշորացուցով սատանան գա ուրիշ ձևի խոշորացուցով, թերարժեքության խոշորացույցով։ Սովորաբար հայլիներ կան, որ մեզ հետ խոսում են։ Քիթդ մեծ է, օրինակ, գլխիդ մազել չկա, հələ նա այստեղ էլ է թափվել։ Ծերացար, պարույս սևակ ծերացար։ Եվ սկսում եմ ես քննել, հետազոտ, հələ նա քիթդ իշքան մեծ է, գնա վիրահատվի, ինչի համար, որ ինքնարժեքդ բարձրանա։ Արժեքս բարձրանա, քթիս պատճառով, բա
դրա պատճառով է, որ անտեսում են քեզ, անարգում են քեզ, գնա հագուստդ փոխի, գնա կերպարանքդ փոխի, գնա մի քիչ քեզ դզի, որ տղաները քեզ նկատեն։ Ֆիլտրներ դիր քո նկարների վրա, չգիտեմ այդ ինչեր են անում։ Գիտում մարդուն իրական ես տեսնում, վախենում ես։ Որովհետև ինքը ուժեղ մակիաժ է անում, դիմակներ է դնում։ Եվ ստիպում է մարդկանց, հետո գնում վիրահատում ես, չէ, գիտես, մի քիչ այն չի եղել, որովհետև այն կողքին աղջկա քիթը շատ ավելի ուրիշ ձև ա եղել։ Ու դոկտոր ուզում եմ հենց իրա քթից եմ ուզում ես։ Իրա տեսքից sense դեմքս, շուրթերս, մի տեսակ նենց արա, որ հենց իրա նման դառնամ ես։ Քուրեր եղբայրներ, մենք ոչ թե մարդու պատկերով, մենք Աստծո պատկերով ենք ստեղծված։ Կարա մեկ ամեն ասի դրա։ Մենք նրան պիտի նմանվենք եւ ինչ որ մի աստղի նմանվենք, ինչ որ մի երևակայական հերոսի նմանվենք, կնմանվենք, նաեւ իր կյանքին կնմանվենք։ Իր դժբախտությանը կնմանվենք, որտեղ այդ կերպարը մեր վրա ենք վերցրել։ Հիմա, լավ, ինչ անենք այս խոշորացուցի հետ, Ժորժ ջան։ Ափսոս չի։ Ոնց վարվենք սրա հետ։ Ես հիշում եմ փոքր տարիքում, երբ որ մեզ լուցկի չէին տալիս, որ կրակ վառեինք, տնից մի հատ ապակի էին գողանում, կամ էլ մեկն էլ կար որ հնարամետ էր խոշորացուցուներ, ասում են, «Տղեկ, ես այնպես բան ունեմ, հələ տեսեք»։ Եվ ինչ էինք անում, խոշորացույցը պահում էինք տերևների վրա կամ թղթի վրա եւ լույսը թափանցում էր կպավ։ Եվ այդպես է սատանան էլ կպցնում է մեր կյանքի մեջ կրակ, հրդեհում է մեզ, պահում է մեզ վրա ուշադրությունը եւ մեր խնդիրների վրա է պահում մեր կենտրոնացումը, մեկ էլ հրդե։ Գնաց, մեր գոյությունը վառվեց։ Հիմա ո՞նց անենք վերջավորությունը, ինչպես վառվենք։ Ստեղ մի բան էլ կար, հիշում եք, չէ՞։ Սատանայի մանրադիտակը, Աստծո հեռադիտակը։ Օգտվենք Աստծո աչքերից, Աստծո հայացքից օգտվենք։ Եփեսացիներին 1:18-ում Պողոս առաքյալ հետևյալն է ասում։ Մի կարևոր աղոթք։ Եթե կորինթացիների համար իր աղոթքն ուրիշ էր մտահոգությունը, եփեսացիների համար ուրիշ բան էր աղոթում։ 1:18-ում գեղեցիկ աղոթք է, փորձեք ձեզ վրա, տանը փորձեք։ Ասում է, այո, աղոթում եմ, որ Աստված լուսավորի ձեր մտքի աչքերը, ոչ թե ձեր դեմքի աչքերը, այլ ձեր մտքի աչքերը լուսավորի, կամ ձեր սրտի աչքերը լուսավորի, ինչու համար լուսավորի, որպեսզի իմանաք, թե ինչ է այն հույսը։ Երբևէ տեսել եք կույր մարդու, որ երբեք չի տեսել ու վիրահատությունից հետո իր աչքերը բացվում են, նա սկսում է հիանալ, տեսնել գեղեցկությունը, ապշել, կանաչը, բուսականությունը, այն ինչ որ մեզ համար սովորական բան ենք արտասովոր ձևով է նայում, առաջին անգամ է տեսնում։ Ես մի անգամ տեսա մի երեխայի, որ ծնվել էր կույր եւ հատուկ ակնոցներ դրեցին եւ առաջին անգամ իր մամայի դեմքը տեսավ ինքը։ Եվ ինչ տպավորիչ էր իր համար, երբեք չէր մոռանա, ապշած նայում էր իր մամայի երեսին։ Նույնն էլ մեզ հետ է լինում։ Երբ որ Աստված բացում է մեր հոգևոր աչքերը, հանկարծ բաներ ենք տեսնում, որ առաջ չենք տեսնում այդ բաները։ Ուրեմն, որպեսզի ձեր աչքերը լուսավորվի, ինչու համար։ Շարունակությունն ասում է, ես խոշորացուցապետ որ տեսնեմ այս տարերը, այստեղ էլ գրված է, որ ինչ անի, որ հասկանաք որքան գերազանց ու մեծ է, իմ մոտ ավելի գեղեցիկ է գրած, եւ թե ինչքան գերազանց է ու մեծ է այն ուժը, կարողությունն ու զորությունը, որ ներգործում է հավատացյալներիս մեջ, որ դա տեսնեք եւ այդ տեսածով ապրեք դուք։ Երբ աչքդ լուսավոր է, Հիսուսն էլ ասում է, մարմնի ճրագ իր աչքն է, եթե աչքդ լուսավոր լինի, ամբողջ մարմինդ լուսավոր կլինի։ Կուզենամ մեկ տեղ էլ նայենք երկրորդ Կորինթացիներին 4:18-ը։ Տեսեք Պողոս առաքյալը նորից ինչ է ասում եւ պատրաստվենք աղոթքի համար, երկրորդ Կորինթացիներին 4:18-ում հետեւյալն է գրված։ Մենք մեր ուշադրությունը կենտրոնացնում ենք ոչ թե նյութականի վրա, այլ ինչ գեղեցիկ է, իսկ այստեղ ինչ է գրված, քանի որ տեսանելի բաներին չենք նայում, մտիկանում
կամ ուշադրություն դարձնում։ Մենք մեր ուշադրությունը կենտրոնացնում ենք ոչ թե նյութականի վրա, այլ հոգևորի վրա, որովհետև նյութականը ժամանակավոր է, մինչդեռ հոգևորը հավիտենական է։ Անտեսանելիներն ենք տեսնում։ Ուշադրությունը մեր հոգևորի վրա է եւ դրա համար մեր կյանքի որակը փոխվում է։ Իսկ 121 Սաղմոսի առաջի խոսքում Սաղմոս 2-ն ասաց. ես բարձրացնում եմ։ Ինչու էր բարձրացնում, որովհետև մինչև այդ իր աչքերը կախ էր։ Ինքը երկրի վրա էր իր օգնությունը փնտրում։ Ես բարձրացնում եմ իմ աչքերը դեպի սարերը, որտեղից կգա իմ օգնությունը։ Այս Սաղմոսը ես շատ եմ սիրում, բայց Ռուսաստանում այս Սաղմոսը շատերը եւ Եվրոպայում չեն կարող ասել, որովհետև սար չկա այնտեղ։ Եվ ես բնույթով սար շատ եմ սիրում, եւ եթե միտեղ գնում եմ, որ 100 կիլոմետր հարթավայր, ուղեղս էլ է հարթ դառնում արդեն, բայց սարը մարտահրավեր է, գեղեցկություն է, բարձրունք է, Աստված սարի վրա իջավ։ Ինչու, որ սարերին էր նայում ինքը, կարծում եմ Սիոն սարին, նաև Սինա լեռանը, որտեղ Տերն էր իջել իր պատվիրաններով, ես բարձրացնում եմ իմ աչքերը դեպի սարերը, որտեղից կգա իմ օգնությունը, եւ հանկարծ հասկանում է իմ օգնությունը Տիրոջից է, որ արարեց երկինքն ու երկիրը։ Կարող ենք մենք էլ ասել իմ օգնությունը, որ երկինքն ու երկիրը արարեց։ Ամեն, ամեն։ Հիմա ինչ անենք վերջում։ Հիշում եք կույրին, որ Տերը բժշկեց Հովանու 9:25-ում, բռնեցին իրան, ասին, նորից պատմի, հոգնեց այդ մարդը պատմելուց։ Այ մարդ, մի բան գիտեմ, որ կույրեի հիմա տեսնում եմ։ Սա պետք է մեր վկայությունն ու դավանանքն է լինի։ Հիսուսին հանդիպելուց հետո կույրերը տեսնում են։ Ինչն ես տեսնում, առաջինը քո մեղքն է սկսում տեսնել։ Դա ամենամեծ երանությունն է, ամենակարևոր տեսիլքն է, տեսնել սեփական մեղքերը, ոչ թե ուղղակի հրեշտակներին 6 թևերով, եւ քեզ երևակայս ու դու էլ օթերի մեջ թռնում ես, այլ ամենամեծ երանությունն այն է, երբ որ մարդը իր մեղքերն է տեսնում, իր ընկած վիճակը եւ հետո Աստծո շնորհքն է տեսնում։ Կույրեի հիմա տեսնում եմ։ Տեր, դուր մենք էլ այդպես ասենք։ Մի ժամանակ ես կույր էի եւ հիմա տեսնում եմ։ Եկեք նայենք Աստծո հեռադիտակով հոգևոր աշխարհին, Աստծո աչքերով նայենք։ Հիշում եք 4 թագավորած 6-րդ գլխի մեջ, երբ որ թշնամին եկել էր Սամարիան, շրջապատել էր 100 քանի հազարանոց բանակով եւ Եղիսեի ծառան եկավ եւ հենց այդպես էլ ասում է գրված է, եկավ ասեց. «Վայ, Տեր իմ», շփոթվել էր ինքը։ Պանիկայի մեջ էր ընկել, բա հիմա մենք ինչ պիտի անենք։ Եվ ինչ ասաց մարգարեն, գնաց աղոթեց, ասաց Տեր, սրա աչքերը բաց որ տեսնի, որ մեզ հետ լինողները ավելի շատ են, քան մեր թշնամիները։ Քույրեր, եղբայրներ, սա է Աստծո գործը, մեզ հետ լինողները ավելի շատ են, քան մեր թշնամիները։ Գուցե դուք ես պաշարվածը զգաս, եւ սատանան գա նորից իր խոշորացուցով հլնայի, մի հատ նայ, լուրերով էլ նայի, քեզ շրջապատել են, հույս չկա։ Բայց երբ որ դեն ես նետում խոշորացույցը, վերցնում ես հեռադիտակը եւ նայում ես։ Նայում ես այն փոքրիկ ամպին, որ քեզ փոքր է թվում, բայց Աստված է ուղարկել։ Ասում ես, փոքր ամպին ինչ պիտի անի։ Նայր հեռադիտակով, տես, որ հորիզոնից գալիս է քո օրհնությունը։ Երկնքից է գալիս քո փրկությունը, քո Տեր Հիսուս Քրիստոսը, քո փրկիչը։ Ինչ տեսողությամբ նայես, այդ տեսողությամբ կապրես։ Եթե վատատես լինես, մենակ վատը տեսնես, մենակ վատը կունենաս։ Ես չեմ ասում կույր լավատես լինենք, այդպեսին էլ կա, որ ինչ տեսնում է, ասում է, դե լավ, դե ոչինչ, հիմա դե մի հատ փոքր շնություն է, ինչ ա եղել, որ լավ կլինի, հիմա մի հատ փոքր մեղ կա, հարբել եմ, բան չկա, տենց չէ, դա կեղծ տեսիլք է։ Բայց երբ որ դու հույս ունես սրտիդ մեջ, աչքերդ կապվում են, բժշկվում են, սրտիդ հետ կապված են եւ դու տեսնում ես երկինքը, քո հայացքը երկինքն է, քո տեսիլքի մեջ Աստված է եւ Աստծո գործն է։ Դու տեսնում ես նրա գործը ու ձեռքը քո կյանքի մեջ։ Եկեք այսօր կոտրենք սատանայի խոշորացույցը կամ էլ փոխենք ոսպնյակը փոխենք եւ Աստծո հայացքի, Աստծո տեսիլքի ոսպնյակը դնենք։
Դավիթը, երբ որ հսկա խնդրի առաջ էր կանգնած, Գողիաթ, չէ՞, եւ ամբողջ Իսրայել էր վախենում նրանից, եւ իր բոյն էլ չափել էին, գրված է, չէ՞, ինչքան էր իր բարձրությունը, բարդ չափել էին, հսկա մեկն էր, մատերն էլ ամեն ձեռքին ու ոտքին 6 մատ ուներ ինքի փոխարեն, եւ վախենում էին նրա կերպարանքից, բայց Դավիթը ոչ թե տանկով դուրս եկավ, այլ մի փոքր քարով դուրս եկավ, Գողիաթը վիրավորվեց, ասում եմ, կարգին զենք չկար, շուն եմ, որ պարսատիկով ես դուրս եկել իմ դեմ, այո, Դավիթը նրան նայում էր որպես շուն, որին պետք է քարով լարեին այդտեղից, տապալեին նրան, եւ սատանան երբեմն խոշորացուցի տակ իրեն ցույց է տալիս, որ ինչքան հսկա է ինքը եւ դու ինչքան անօգնական ես դու, բայց այդ մանրադիտակը դենն է դիր, դու փոքրիկ մանրե ես տեսել եւ մտածում ես, որ դա հրեշ է, եւ Աստծո հեռադիտակով նայիր այն օրհնությունները, որ գալիս են, նայիր ապագային, նայիր վաղվա օրվան, որ Աստված ապահովել է քեզ համար, բժշկություն, օրհնություն, քաղցրություն, փրկություն, եւ Եղեսեն աղոթեց 4 Թագավորաց 6:17-ում ասես Տեր բացիր իմ ծառայի աչքերը, այսօր մենք էլ աղոթենք եւ ասենք Տեր բացիր իմ աչքերը, որ տեսնեմ, փոխիր իմ ոսպնյակը, որ տեսնեմ, տուր ինձ քո հեռանկարի տեսիլքը, տուր ինձ քո հեռադիտակը, որ ոչ թե քթիս տակինը մենակ տեսնեմ ու անդադ տեսնեմ ինչ կա, ինչքան վատ բաներ կա, այլև տեսնեմ այն գալիք օրհնությունները, որ դու պատրաստել ես ինձ համար։